Պարոն Հովհաննիսյան, սկսենք Գյումրիի զարգացումներից, որովհետև գիտեք, աղմկահարույց ձերբակալությունը տեղի ունեցավ երեկ, ընդդիմադիր համայնքը պնդում է, որ սա քաղաքական հետապնդում է եւ որ նպատակահարմար էր այս շոուի տարբերակով գնալ եւ ձերբակալել Վարդան Ղուկասյանին եւ վերջին շրջանում շատ է խոսվում, որ ընդդիմադիր համայնքապետերը առհասարակ ճնշված են, այդ մասին այսօր ԱԺ ամբիոնից խոսում էին ընդդիմադիր падգամավորները, որ իշխանությունը չի հարգում նաեւ ժողովրդի քվեն, այսինքն ժողովրդի քվե ստացած ընդդիմադիր համայնքապետերը ձերբակալվում են։ Հիմա սա իրավական գործընթաց է, թե քաղաքական հետապնդում է, որովհետև քննչական կոմիտեն կարծես թե լրիվ այլ բանի մասին է խոսում, ընդդիմադիր падգամավորները եւ կամ ուժերը հակառակի մասին են խոսում, որ սա քաղաքական հետապնդում է, բացառապես։ Նախ քաղաքական հետապնդման վերաբերյալ դիտարկումներին եթե անդրադառնանք, պետք է արձանագրենք, որ ում վրա ընդդիմության ներկայացուցիչներից քրեական գործ է հարուցվում իրենց կատարած հանցագործությունների համար, այդ մարդիկ դառնում են կամ ուրեմն քաղաքական հալածյալներ, քաղբանտարկյալներ, կամ արագ ինչ-որ քրոնիկ հիվանդություններ են ձեռք բերում, ուշաթափվում են եւ այլն եւ այդպես շարունակ։ Քաղաքական հետապնդման մասին խոսք առհասարակ չի կարող գնալ Վարդանիկի դեպքում, որովհետեւ կա հստակ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված գործողություններ, կա հրապարակված տեսաձայնագրություն, որտեղ կարծում եմ հարցեր չեն էլ կարող առաջանալ որևէ բանական մարդու մոտ, որ Վարդանիկը փորձել է 4 միլիոն դրամ կաշառքի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել տնտեսվարողի հետ, իր գլխավոր ճարտարապետի հետ միասին։ Սրանք հրապարակված հայտնի փաստեր են, որոնց վերաբերյալ հնարավոր չի տալ որևէ գնահատական, որը մոտ է քաղաքական հետապնդման։ Մյուս կտորն այն է, որ եթե մենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներս գնայինք քաղաքական հետապնդումների ճանապարհով, այսօրվա ազգային ժողովի դահլիճում նստած չէին լինի այն մարդիկ, ովքեր նստած են, եւ նստած կլինեին այն մարդիկ, ովքեր նստած չեն։ Ազգային ժողովի դահլիճից դուրս գտնվող մարդկանց մասին եմ խոսում, իրանց քաղաքական հայրերի։ Եվ հետևաբար սա ամբողջությամբ մերկապարանոց հայտարարությունն է։ Եթե մենք խոսում ենք ընդդիմադիր համայնքապետերին ճնշելու մասին, սա էլ է մերկապարանոց հայտարարություն, որովհետև Հայաստանի Հանրապետության բազմաթիվ համայնքներում տեղի ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որտեղ հաղթել են ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք մինչև այսօր էլ պաշտոնավարում են եւ պաշտոնավարում են, այսինքն եթե նրանք չեն գնում հանցագործությունների, կաշառք չեն վերցնում, չեն վերազանցում իրենց լիազորությունները, մարդկանց գումարով իրենց միտինգներին չեն տանում, իրենց ընտրելու համար փող չեն բաժանում մարդկանց եւ այլն եւ այդպես շարունակ, ապա նրանց նկատմամբ հնարավոր չի որևէ գործողություն իրականացնել, որովհետեւ Հայաստանում ամեն բան դիտարկվում է օրենքի եւ իրավունքի պրիզմայով, եւ եթե սրանից դուրս որևէ process է տեղի ունենում, հնարավոր չի սրանից դուրս որևէ գործընթաց տեղի ունենա։ Պարզապես հնարավոր չի եւ սրա վերաբերյալ ես չեմ կարծում, որ ինչ-որ լրացուցիչ ապացույցներ կան։ Եթե մենք խոսում ենք Վարդանիկի մասին, այսինքն այստեղ ես չեմ կարծում, որ Վարդանիկի վերաբերյալ ես պետք է մեր քաղաքացիներին մանրամասներ պատմեմ։ Վարդանիկը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժերի ծնունդն է։ Իրանց հավաքական կերպարն է։ Իրա մեջ ամփոփված է այն ամբողջ կեղտը, որը գոյություն ունի Հայաստանը տասնամյակներով կառավարող Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ուրեմն խմբակների մոտ։ Այս ամբողջը։ Իսկ երբ որ ասում են շոու արեցին, իրավապահ շոուի մասին խոսք ընդհանրապես չի կարող գնալ, որովհետեւ Վարդանիկը շատ լավ իմանալով, որ օրենքը գալիս է իր հետևից, ուրեմն իր մարդկանց հավաքել էր քաղաքապետանի դիմաց։ Մենք տեսանք, թե ինչ մակարդակի զրույցներ, հայոյանքներ, նզովք, ինչեր առասարակ տեղի ունենում երեք Գյումրու քաղաքապետարանի դիմաց, դա խայտառակություն է ուղղակի։ Ես գյումրեցիներին հաստատապես այդպեսին չեմ ճանաչում։ Եվ ուրեմն իրավապահ մարմնի ներկայացուցիչներն էլ գործել են հնարավորինս պրոֆեսիոնալ, որպեսզի բախումներ չլինեն, քաղաքացիները չտուժեն Վարդանիկի արած հանցագործությունների կոնտեքստում եւ ուրեմն հնարավորինս համբերատար գործողություններ են իրականացրել եւ բերման են ենթարկել Վարդանիկին։
Դատարանն էլ 2 ամսով կալանավորել է Վարդանիկին, որովհետև փաստերը առավել քան խոսուն են նրա կաշառքի մեջ, խոսակցության մեջ մտնելու վերաբերյալ։ Այսինքն մարդը դարձել է ընդդիմության հավաքական ձայների շնորհիվ քաղաքապետ միայն մեկ բանի համար, որ էլի լափի, ինչպես որ լափում էին իրանք, սա իրանց գենետիկ կոդն է, հասկանում եք, կաշառքը, կոռուպցիան եւ կաշառք վերցնելը այսօրվա ընդդիմության նույն ինքը նախկին իշխանավորների գենետիկ կոդն է։ Իրանք առանց դրա չեն կարող ապրել ուղղակի։ Անհնարավոր չի առանց դրա, որպեսզի նրանք կարողանան ապրել։ Ահա ամենացածուն օրինակը։ Հայաստանի երկրորդ քաղաքում ճակերտավոր հաջողություն գրանցեցին մանևրելով, խաբելով ընտրողներին, ձայները կպցրեցին իրար վրա Վարդանիկին, կարգեցին քաղաքապետ, 6 ամսվա ընթացքում մարդը ուրեմն գնաց նման process-ի։ Դեռ մենք չգիտենք ինչեր, օրինակ չեն կարողացել բարձր իրավապահներն 6 ամսվա ընթացքում։ Վարդանիկի որդին չէր, որ քար էր գողացել, հիմա դրա համար էլ իր նկատմամբ քրյակա։ Այսինքն գենետիկ, որ ասում եմ, սա արդեն ոնց հասկանում ենք տոհմային տրամաբանություն։ Պարոն Հովհաննիսյան, ամեն դեպքում քաղաքասարակության մեղադրանքներից մեկը, որ ուղղված է ձեր իշխանությանն, այն է, որ քաղաքասարակություն, որ ասում եք, բայց ովքեր են այդ քաղաքասարակության ներկայացուցիչները, ինձ հետաքրքիր է զուտելի։ Ամենատարբեր, օրինակ քաղաքագետներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ղեկավարներ ասում են, որ ինչ որ մոտեցում կա եւ կամ իրավապահ համակարգը ընտրովի մոտեցում է ցուցաբերում այն դեպքում, որ օրինակ նույն Ռոբերտ Քոչարյանը դեռևս ազատության մեջ է։ Գլխավոր մեղադրանքը ամեն դեպքում ձեր իշխանությանը մնում է այն, որ ինչու է Ռոբերտ Քոչարյանը դեռևս ազատության մեջ, այն դեպքում, որ այդքան մեղադրանքներ են վերագրվում մարտի 1-ի գործի մասով, Պողոս Պողոսյանի գործի մասով եւ վերջին իր ասուլիսում կարծես թե Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ ինքը թե մեկի թե մյուսի հետ կապ չունի, այսինքն մաքրագրեց իրեն։ Դե Ռոբերտ Քոչյանի ասելով չի, որ ինքը պետք է մաքրագրվի, Ռոբերտ Քոչյանն այս բանը անցնում է տարբեր քրեական գործերով, դատական գործերն ընթացքի մեջ են, կան վերաբացված գործեր, կան վերավորակավորված գործեր։ Ինչ վերաբերվում է այդ պահանջին, նախ ես ուզում եմ արձանագրել, որ եթե ես հիմա սկսեմ մանրամասնորեն մեկնաբանել այս կամ այն գործչի քաղաքացու վերաբերյալ ընթացող որևէ քրեաիրավական գործընթաց, դա ինքնին աննորմալ կլինի, որովհետև ես քաղաքական գործիչ եմ եւ եթե ես խորապես տիրապետում եմ որևէ իրավական գործընթացին, գործերի մանրամասներին, քրեական գործերի մանրամասներին, նախաքննական տարբեր գաղտնիքներին, դա ինքնին կնշանակի, որ տեղի է ունենում քաղաքական հետապնդում եւ ես ուրախ եմ, որ ես չեմ տիրապետում որևէ նախաքննական գաղտնիքի եւ այլն եւ հետաքրքիր էլ չի ճիշտ ասած թե ինչ դետալներ եւ մանրամասներ կան այդտեղ, որովհետեւ կան ուժային կառույցներ, կա իրավապահ համակարգ, որոնք տարիների ընթացքում հղկվել են, զարգացել են եւ ելի մի շարք զարգանալու եւ հղկվելու տեղեր բնականաբար ունեն, որոնք իրականացնում են իրենց գործառույթները, դատարաններն էլ իրենց պլյուսներով եւ մինուսներով իրականացնում է իր գործառույթը։ Եվ այս կոնտեքստում է հարցը դրված։ Եվ ես հույս ունեմ, որ թե իրավապահ համակարգը, թե դատական համակարգը կգործեն առավել քան պրոֆեսիոնալ, որովհետեւ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու համար անգամ Ռոբերտ Քոչարյանի ամենամտերիմ մարդու համար շատ պարզ է, ինչպես է տեղի ունեցել Պողոս Պողոսյանի սպանությունը, ինչպես է տեղի ունեցել հոկտեմբերի 27-ը, ինչպես է տեղի ունեցել մարտի 1-ը, ինչպես է տեղի ունեցել 2003 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած ծեծու ջարդը եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ այս մասով բազմաթիվ խնդիրներ բնականաբար առաջանում են դրանց ժամկետների հետ կապված, մի շարք հանգամանքներ թաքցնելու հետ կապված, նրա հետ կապված, որ մարդիկ երկրի ղեկավարի պաշտոն են ունեցել եւ բնականաբար իրենց արած չարագործությունները հնարավորինս փակել են եւ մեզ համար 2018 թվականի ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունից հետո իրավապահ համակարգի համար բավականին բարդ է, այսպես ասած, հետ գնալ ժամանակային իմաստով ապացույցների, փնտրտուքի կոնտեքստում, բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ հաջողություններ ունենք այս իմաստով, կան մի շարք հարուցված քրեական գործեր, կան մի շարք արդեն ձեռք բերված ապացույցներ, վկաներ, հիմա գործընթաց է տեղի ունենում։ Եվ այս կիսելով քաղաքացիների պահանջը, որպես այդպեսին, որ բոլոր ոճրագործները պետք է իրենց արժանի պատիժը ստանան, ամեն բան անում եմ ես եւ իմ քաղաքական թիմը վարչապետի գլխավորությամբ, որպեսզի օրենքի եւ իրավունքի դաշտում բոլոր ուրեմն
պոտենցիալ հանցագործները իրենց պատասխանը ստանան օրենքի առաջ։ Եվ օրերս պարոն Հովհաննիսյան տեղի ունեցավ մեր ձևով շարժման հերթական հանրահավաքը, որին ի դեպ մասնակցում էին նաև մի խումբ հոգևորականներ, որոնք նաև հայտարարում էին, որ դա իրենց սահմանադրական իրավունքն է եւ որևէ մեկը իրեն չի ստիպել գտնվել այդ պահին այդտեղ, բայց ամեն դեպքում ընդդիմադիր մամուլը գրում է ամենատարբեր թվով մարդկանց մասին, խոսվում է 30,000-ի մասին, Մարգարիտա Սիմոնյանը եւ ռուսական RT-ն գրում էր 25,000-ի մասին, իրազեկ քաղաքացիների միավորումը, չգիտես ինչու խոսում են ընդամենը 7,500 հոգու մասին, բայց ինչևէ խոսում են, որ քաղաքացիական պայմանագիրը արդեն մտավախություններ ունի, որովհետեւ սա մեծ թափ ստացող շարժում է եւ կարող է վերածվել համազգային շարժման, որը կարող է հեռացնել ձեր իշխանությանը եւ ինչպես օրինակ մեր ձևով շարժումից եւ կամ Ռոբերտ Քոչարյանն է հայտարարում, ձեզ երկրորդ անգամ պատրաստվում են ընդդիմադիր դաշտ մղել։ Հիմա այդ մտավախությունները չկան, տեսնելով այդ շարժումները եւ նաեւ այդ ուխտագնացությունը հուշկու, որ կազմակերպվեց դեպի Մայրաթոր։ Դե նախ եկեք արձանագրենք, որ մեր ձևով շարժման հանրահավաքին հաջորդեցին էլի ձայնագրություններ, որոնք այն մասին էին, որ 40,000 դրամով մարդկանց բերում էին իրենց հանրահավաքին։ Այստեղ կարող ենք վերջակետ դնել եւ ամփոփել մեր ձևով շարժման ընդհանրապես ողջ բովանդակությունը, կազմը եւ այլն եւ այդպես շարունակ։ Մեր ձևով շարժումը ուղղակի վերնագրի փոփոխությունն է եւ որոշ ինչ-որ դեմքերի փոփոխություններ են եւ ուրիշ ոչինչ, որովհետեւ նրանց հետևորդների եւ ուրեմն կազմում առասարակ մենք հետևորդների շարքում եւ կազմում առասարակ մենք տեսնում ենք նույն մարդկանց։ Դաշնակներն են, որոշ եկեղեցականներ են, որոնք իրենց գործունեությամբ պղծում են եկեղեցին եւ ըստ էության հակաեկեղեցական շարժման մասնակիցներ են, այն հոգևորականներն, ովքեր մասնակցում են ընդդիմադիր քաղաքական գործընթացներին, որտեղ փողով մարդ են բերում, մենք հասկանում ենք, ինչի մասին ենք խոսում ընդհանրապես։ Իսկ ինչ վերաբերվում է այդ բանին, որ հեսա մենք կգանք, ձեզ մնաց 6 ամիս, ձեզ մնաց 3 ամիս, 10 օր մնաց, 7 օր մնաց, 1 օր մնաց, վաղը հիմա գալիս ենք հեսա, այս խոսակցությունները մենք 2018 թվականից լսում ենք։ Բայց սա հերթական այն մանիպուլյացիան է, սուտն է, որ փորձում են հենց իրենք գեներացնել առաջին հերթին իրենց շրջապատի համար, որպեսզի կողքները մարդ մնա։ Ընդդիմությունը սնանկ է, ընդդիմությունը դատարկ է, ինչ ուզում են անունը դնեն, հայրենիքի փրկության շարժում դրեցին, հետո Տավուշի փրկության շարժում դրեցին, հետո չգիտեմ ինչ դրեցին, հիմա մեր ձևով դրեցին, վաղը մի ուրիշ բան կդնեն, այն մյուս օրը մի ուրիշ բան կդնեն, այսինքն վերնագրով չի որ պետք է ինչ որ մի բովանդակություն փորձեն փոխել, այդ մարդիկ ուրեմն նույն երրորդ երկրի շահերը սպասարկող մարդիկ են, որոնց նպատակն է ուրեմն Հայաստանի Հանրապետությունում գալ իշխանություն եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը հանձնել արտաքին ուժերին։ Սա է, ուրիշ բան չկա։ Ոնց որ ինչպես որ ասում էի, որ Վարդանիկը սրանց բոլորի հավաքական ծնունդն է, հավաքական կերպարն է, ըստ դրա համար է ասում, որ իրենց հավաքական կերպարի շուրթերից դա հնչում էր, որ մենք պետք է ամեն բան անենք, միութենական պետություն դառնանք եւ այլն եւ այդպես շարունակ։ Երեք էլ մի աբսուրդային հայտարարություն տեսա էլի Վարդանիկի շրջակա միջավայրից այդ բերման ենթարկելու գործողությունների ժամանակ, որ ասում է պետությունը թող չխառնվի Գյումրու ինքնավարության, ասենք sense աբսուրդ հայտարարություն հնարավոր չի էլի առասարակ լսել։ Մեր ձևով շարժման մասին բովանդակային իմաստով անկեղծ լինեմ, շատ ասելու բան չունեմ, որովհետև այդ շարժումը հիմնված է փողով մարդկանց իրեն շուրջ հավաքելու վրա, սուտ ու փուչ ինչ որ տեքստեր ասելու վրա, ականջովս ընկա, որ մարդիկ ասում են, որ Հայաստանում արդար եւ թափանցիկ ընտրությունների միջոցով մենք պետք է գանք եւ հաղթենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Գոնե մեզ շնորհակալություն հայտնեն Հայաստանում արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար, որովհետեւ իր այդ տղայի հորեղբոր, այդ տղայի հոր, ուրեմն ընկերների իշխանությունների տարիներին Հայաստանում որևէ մեկը չէր կարող իր երազում անգամ արդար եւ թափանցիկ ընտրությունների մասին խոսել։ Եվ հետեւաբար մեր ձևով շարժումը հայրենիքի փրկության շարժման, այսինքն այլընտրանքային ինչ որ մի տարբերակ է, ուրիշ անուն ունեցող նույն շարժումն է, նույն մարդկանցով, նույն տրամաբանությամբ եւ նույն
ուրեմն հեռար նպատակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը հանձնել երրորդ երկրներին։ Լավ, պարոն Հովհաննիսյան, այս բոլոր շարժումները կամ ուղղակիորեն կապ ունեն Մայրաթորի որոշ սպասավորների հետ եւ կամ անձամբ այդ սպասավորներն են կազմակերպում կամ այս բոլոր շարժումները, ինչպես օրինակ հիմա էլ հայտարարում է մեր ձևով, գալիս են պաշտպանելու Մայրաթորը ձեր հարձակումներից, ինչպես իրենք են այսպես մեկնաբանում, օրերս էլ մի ձայնագրություն հրապարակվեց Նաթան arczepiskopos-ի ու կաթողիկոսի նախկին գավազանակրի, որտեղ գավազանակիրը ըստ էության պատմում էր, որ իրեն ստիպել են իր մորը վերցնել եւ գնալ Նիկոլ Փաշինյանի դեմ ընդդիմադիր հավաքների եւ դա այդ պահանջը չկատարելու համար իր համար ինչ որ դիսկոմֆորտ են ստեղծել եւ ակսորել են, էլի։ Պատժել են։ Հիմա նախ ինչպես հասկանալ այս ձայնագրությունները եւ նաեւ հիմա էլ ընդդիմադիր մամուլը գրում է, որ սա Մայրաթորի վրա հարձակման, այս իշխանության հարձակման այս դրամաբանության մեջ է եւ շուտով իրավապահ համակարգը գնալու է նաեւ կաթողիկոսի ետևից։ Ինչի մասին են այս խոսակցությունները եւ նաեւ այս ինչ երևակայական հարձակումներից են պաշտպանում Մայրաթորը։ Նախ Մայրաթորի վրա հարձակվել է Կտրիշ Ներսիսյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եւ ոչ միայն Կտրիշ Ներսիսյանը, այդ թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Եվ այդ կետից է սկսվել Մայրաթորի վրա հարձակումը, երբ որ ոչ կուսակրոն մարդը ստանձնել է, օծվել է որպես հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս։ Սա խայտարակությունն է մեր բոլորի։ Հիմա, երբ որ կան համապատասխան իրողությունները, իրավիճակը, ճշմարտությունները ջրերս դուրս եկել, մենք դրա մասին բարձրաձայնել ենք եւ որևէ մեկը մինչեւ այսօր չի հերքել, որ Կտրիշ Ներսիսյանը զավակ ունի։ Ոչ մեկ չի հերքել, ինչ որ մեկը կա, որ հերքել է, որ դուրս է եկել եւ հիմնավոր կերպով հերքել է, որ Կտրիշ Ներսիսյանը զավակ ունի։ Մենք հիմնավոր կերպով ասում ենք, որ Կտրիշ Ներսիսյանը զավակ ունի եւ եթե ինչ որ մարդ կա, որ կասկածներ ունի, կարող գա ես իրան ուղեկցեմ։ Ուղղակի իր զավակը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի երրորդ անձ պատմության հետ որևէ կապ չունի եւ որևէ այսպես մեղսակցություն չունի։ Եվ լավ կլինի Կտրիշ Ներսիսյանը, ուրեմն հնարավորինս արագ հեռանա Մայրաթորից ու չշարունակի պղծել Մայրաթորը իր եւ իր ընկերների ներկայությամբ, ովքեր Մայրաթորում են, ուրեմն գտել իրենց համար վերջին քաղաքական ապաստանը իրենց եւ իրենց ընդդիմադիր ընկերների։ Մարդիկ այսօր ընդդիմությունը լինելով ամբողջությամբ սնանկ, իր վերջին քաղաքական վահանը դարձրել է ուրեմն հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ Կտրիշ Ներսիսյանի գլխավորությամբ օգտագործում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին որպես քաղաքական վահան։ Այսքան բան։ Ինչ վերաբերվում է, թե ինչ կլինի Կտրիշ Ներսիսյանի հետ, կապված են ձայնագրությունների հետ, որ Կտրիշ Ներսիսյանն ուղիղ կերպով ստիպել է եկեղեցականներին մասնակցել ընդդիմադիր հավաքներին, ապա դրա վերաբերյալ կա, եթե չեմ սխալվում, հարուցված, քրեական գործ, եւ քրեական գործի շրջանակներում, եթե հանգամանքները պարզվեն եւ պարզվի, որ Կտրիշ Ներսիսյանի նկատմամբ պետքա քրեաիրավական ներգործություն լինի, ապա պետքա լինի քրեաիրավական ներգործություն, ինչի մասին է խոսքը։ Ոնց կարող է անձեռնմխելի լինի կաթողիկոսը։ Որոշ հոգևորականներ հայտարարում են, որ դա ձեռ բարձրացնել կլինի սրբության վրա։ Սրբություն չի Կտրիշ Ներսիսյանը։ Կտրիշ Ներսիսյանը կուսակրոնության ուխտը խախտած եկեղեցական է, սրբապիղծ է Կտրիշ Ներսիսյանը, բառից ուղիղ իմաստով եկեղեցական բոլոր կանոններով, ինքը սրբապիղծ է եկեղեցական բոլոր կանոններով։ Զավակ ունեցող եկեղեցականը, ով կուսակրոնության ուխտը ստանձնել, խախտել է իր կուսակրոնության ուխտը եւ օծվել է կաթողիկոս։ Եվ հետեւաբար սա կոչվում է սրբապղծություն եկեղեցական բոլոր դրամաբանությամբ եւ այդ հոգեվորականները, որ նման բաներ են ասում, հենց այդ հոգեվորականները եւս Կտրիչի ընկերներն են, ովքեր քաղաքական ապաստան են գտել ուրեմն Մայրաթորում։ Եկեղեցու նկատմամբ այս բառամթերքն էլ է խնդրահարույց, ես նկատում եմ, որ ընդդիմադիր շրջանակը օգտագործում է իշխանություն եկեղեցի հակասություն, չկա իշխանություն եկեղեցի հակասություն, բացարձակապես կա խնդիր իշխանության քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ ուրեմն Կտրիշ Ներսիսյանի իր ընկերների միջև, որովհետեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ասում է, ինչպես ժողովրդի իշխանությունն ենք վերադարձրել, ինչպես պետական իշխանությունն ենք վերադարձրել ժողովրդին 2018 թվականին, նույն ճանապարհով էլ ոչ բռնի թավշյա եղբայրական
ճանապարհով հոգևոր իշխանությունն ենք վերադարձնելու ժողովրդին այն ուրեմն ժողովրդից գողացած սրբապիղծներից, իսկ այդ սրբապիղծների գլխավորը Կտրիչ Ներսիսյանն է իր շրջակա ընկերների հետ։ Եվ ձայնագրությունն էլ այո հստակ փաստում է, որ մարդիկ, այսինքն էլի եմ ասում, էլ ձայնագրություն չի պետք մեզ, որ լսենք ու հասկանանք ինչա տեղի ունենում։ Եկեղեցականները, երբ որ իրենց ծառայության հագուստով հայտնում են որևէ տեղում, ինչպես նշվում է, օրինակ մեր ձևովի շարժմանը, երեք ես նաև եկեղեցականների տեսա, ովքեր Վարդանիկին էին գնացել պաշտպանում, զանգերն էին ղողանջեցնում, հա, իրենք ներկայացնում են եկեղեցին, երբ որ գնում են այդ շորերով կանգնում են։ Այսինքն, եթե որևէ եկեղեցական եկեղեցու շորերով գնացել է եւ փորձել է պաշտպանի կաշառակերության համար մեղադրվող մարդուն, ինքնին եկեղեցին դրել է հարվածի տակ, որովհետեւ ինքը նույնականանում է այդ բան եկեղեցու հետ։ Սրանից ավելի մեծ վնաս եկեղեցուն ինչպես կարելի է հասցնել։ Եվ երբ որ մեզ են փորձում մեղադրել, որ մենք եկեղեցուն փորձում ենք ինչ-որ վնասել, այս անել, ոչ, մենք եկեղեցին փորձում ենք փրկել այդ մարդկանցից, ովքեր իրենցով են արել։ Մի աղբերը մի աղբորտեղ են, մի տեղ այն մեկը մոմա ծախում են, մեկը արտերկրում թեմի առաջնորդ են, մեկը ընդեղա թեմի առաջնորդ, այսինքն այստեղ բան են արել, էլի, օկուպացրել են հայ առաքելական եկեղեցին, Կտրիչը եւ իր ընկերները։ Եվ պարոն Հովհաննիսյան, վերջին խուզարկությունները Արագածոտնի թեմում եւ ձերբակալությունները առաջին մեկնաբանություններից մեկը որ եղավ, ասացին սա քաղաքական հետապնդում է։ Ըստ էության արդեն որոշ հոգեվորականներ եւ ընդդիմությունը անթակույց հայտարարում է այն մասին, որ հոգեվորականները քաղաքական process-ի մեջ են մտել եւ միայն այդ դեպքում կարելի է դա որակել քաղաքական հետապնդում։ Ես տեսա, որ ամբիոնից են որոշ եկեղեցականներ ինչ որ ելույթներ ունեցել, որ ասել, այո, մենք զբաղվում ենք քաղաքականությամբ։ Շատ լավ, եթե դուք զբաղվում եք քաղաքականությամբ, ուրեմն քաղաքականությունն էլ կզբաղվի ձեզանով, հարգելի եկեղեցականներ։ Ես խորհուրդ եմ տալիս այդ եկեղեցականներին հանել իրենց եկեղեցական համազգեստը, դուրս գալ եկեղեցական ծառայությունից եւ զբաղվել քաղաքականությամբ եւ չպղծել եկեղեցին, որովհետեւ եկեղեցականը չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Եվ ես էլի եմ կրկնում, եթե եկեղեցականներ կան, որ հայտարարում են, որ իրենք զբաղվում են քաղաքականությամբ, ուրեմն քաղաքականությունն էլ զբաղվելու է իրանցով։ Թող դրանից հանկարծ չնեղվեն, վայ վույվույներ չանեն հանկարծ։ Եթե իրանց թվում է, որ իրանք պետք է ինչ-որ մի բան անեն եւ դրա պատասխանը չստանան, չարաչար սխալվում են, ստանալու են կրկնակի, եռակի ավելի ուժեղ։ Եվ փորձեմ ամփոփել պարոն Հովհաննիսյան, նաև շատ են շահարկումները, որ տեղի ունեցող այս իրավական գործընթացները, ձերբակալությունները հիմնականում նախընտրական տրամաբանության մեջ են եւ իշխող ուժը այս կերպ փորձում է նաև որոշակիորեն դիվիդենտներ շահել։ Ընդհանուր առմամբ իրավական process-ները կապ ունեն տեղի ունեցողը 2026 թվականի այդ նախընտրական process-ի հետ եւ դիվիդենտներ շահելու հետ։ Նախ մի շատ կարևոր դրվագ կա, որ ես ուզում եմ դրա վրա ուշադրություն դարձնել։ Նախկին իշխանության ներկայացուցիչները հեղափոխությունից հետո գրավել են ընդդիմադիրների կեցվածք, մասնակցում են քաղաքական գործընթացներին, շատ լավ իմանալով իրանց հետ ինչա լինելու։ Այդ մարդիկ գիտեն, չէ՞, որ իրանք իշխանության տարիներին գողացել են, լափել են, կոռուպցիայով են զբաղվել, մարդկանց են ունեզրկել, մարդկանց տարել պատվալներում պահել ծեծել են։ Գիտեն, չէ՞, իրանք իրանց մասին, հո գիտեն, որ գիշերը գլուխը դնում են բարձրին քնում են, գիտեն, չէ՞, իրանք ով են, իրանք իրանց հետ որ մենակ են մնում, ես հուսամ գոնե այդ ժամանակ իրանք ճշմարտությունը գոնե իրանք իրար ասում են, էլի։ Եվ տրամաբանական էր, որ քաղաքական ապաստան պետքա գտնեին քաղաքական հովանոցի տակ, որ հետո երբ որ պահը գար արդարադատության, ասեին, այ տեսեք, մեր նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում։ Սրանով է այս ամենը քաղաքական։ Ընդդիմադիրներն են քաղաքականացրել այս process-ը եւ երբ որ վրա է հասնում արդարադատությունը գալ ասել վայ ես ուրեմն քաղաքականությամբ եմ զբաղվում ինձ եկան բռնեցին ոչ դու քաղաքականությամբ ես զբաղվում որ քեզ չբռնեին բայց դա քեզ չի փրկելու եւ այդ ձեր որակումները որ մենք քաղբանտարկյալներ ենք դուք ո՞նց կարաք քաղբանտարկյալ լինեք ո՞նց կարա պետության նկատմամբ ոտնձգություն իրականացնող մարդը կոչվի քաղբանտարկյալ ո՞նց կարա ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրվող մարդը անվանվի քաղբանտարկյալ ո՞նց կարա կաշառք վերցրած մարդը անվանվի քաղբանտարկյալ այսինքն մենք հասկանում ենք որ այս մարդիկ պարզապես զբաղվում են քաղաքականությամբ որպեսզի ուրեմն հետո կարողանան ուրեմն ինչ որ ալիբիներ ունենալ
ասելու համար, որ գիտեք ինչ կա, ահա տեսեք, ես զբաղվեցի քաղաքականությամբ եւ ինձ բռնեցին։ Ոչ, քեզ պետքա բռնեին, դրա համար է իր դու մտել քաղաքականություն։ Այստեղ է հարցի պատասխանը։ Իհարկե, այստեղ է հարցի պատասխանը, որովհետեւ հակառակը ըստ էության իրանց համար շատ դաժան էր լինելու եւ իրենք առհասարակ որևէ գործունեության տեղ չէին ունենալու։ Եվ հիմա մենք դրա վառ պատկերն էլ տեսնում ենք, էլի, այսինքն տեսնում ենք ինչա տեղի ունենում, մարդիկ իրար սարքում են քաղաքապետ, հետո այդ մարդը բոլորը գիտեն, որ ինչ որ մի օր մի բան ձեռքը, մի բան գնալու է, չի դիմանալու, էլի, ու գալու են ասեն, դե հերթական քաղբանտարկել։ Էս է ողջ պատմությունը։